Ժողովուրդ ջան, ես խոսալու եմ ինձնից ու իմ հետև ընկած համակարգից, որը ասեմ իդեպ իրանց մտածելակերպի, թող մի հատ գիտակցեն, մի հատ հետ նայեն, մի հատ նայեն են պատերազմական անդառնալի օրերին, թե ինչ օրեր են քաշը ես իրանց ձեռը ու ես չեմ լռե։ Ես այն Ռուստամն եմ, որ պատերազմի օրվանից մինչև առեսօր ծեծվել ջարդվելով կանգնել եմ իմ իշխանության կողքին ու չեմ էլ փոշմանեմ։ Երեք չափից ավել ներվայնացած եմ եղել, ինչ որ պետք է ասել եմ իրան, ժողովուրդ ջան, ճիշտ է դուք իմ հետևորդներն եք, իմ հարազատներն եք, ես կոպիտ եմ խոսացի, մի արդեն տեղից չի տալիս էլ արդեն տեղից չեմ գտնում, դրա համար իմ վատ բառապաշարի համար ինձ կներեք, բայց այդ բառապաշարը իրանց է վերաբերվում։ Բարի երեկո մոգ ջան, բարի երեկո ժողովուրդ ջան։ Ինչ եմ ուզում ասացել եմ ժողովուրդ ջան, մարդիկ այսօր մոտ 5 ուսուցչու հետ եմ խոսացել, չեմ էլ ճանաչում իմ հետևորդներից են։ Թոշակի անցած թոշակառու ուսուցիչներ են, վաստակավոր ուսուցիչներ են, զանգել են ասում են Ռուստամ ջան, այդքան մի ներվայնացի։ Իրանք այդքան չկան էլի, ասում եմ, բալես չես տեսնում, պատերազմի օրվանից իրանք քո տեսակի դեմ չեն կարող պայքարեն, ու որ խորանում է շատ ճիշտ խորհուրդ է, շատ ճիշտ մտածելակերպ է, ինչ եմ ուզում ասացել եմ, այս համակարգը մահացած ռեսուրսներ են իրանք, մահացած բջիջներ են, որոնք ուզում են վերականգնվեն, ու ասենք իրանք նայա թեզեր են հանդես բերում, կոչեր են անում, արտահայտություններ են անում, որ Փաշինյանը թույլ ղեկավար է, Փաշինյանը այնքան թույլ ղեկավար է, որ այդ ձեր 36 տարվա սպանդանոցը մի անգամից ճվտահան արեց շպրտեց աչուձախ, այդ ապացուցեց թե արդեն Փաշինյանը թույլ է թե չէ, իսկ ինչ մնում է Փաշինյանի թիմակիցներին, Փաշինյանի պետական համակարգը կողքը կանգնածներին, պետական համակարգում կողքը կանգնած պաշտոնյաներին, Իրանից զատ եւ պաշտոնյաներից ներքև, որ մենք ենք կողքը կանգնած, մենք էլ մեր տեսակով ապացուցել ենք, որ մենք մեր երկրի, մեր վարչապետի, մեր այսօրվա ու վաղվա օրվա կողքին ենք, մենք ընդհանրապես կորցնելու բան չունենք, մենք ինչ որ ունենք կորցնելու, կորցրել ենք ձեր ղեկավարման տարիներին, ձեր բարձր հովանի ներքո։ Մենք ես իմինը մտածելու ոչ մի բան չունեմ, ասենք որ դուք ինձ նեղություն եք տալի, չգիտեմ, տանս վրա եք հարձակվում, ես ձեզ բազմիցս անգամներ ապացուցել եմ, ես թքած ունեմ ձեր մտածելակերպի, ձեր գաղափարի ամեն հարցի վրա, ես ինքս ձեր այդ բռնի կոչերով, որ հանդես եկաք, ինձ նեղություն տվեցիք, ես այդ ամեն ինչի հիման վրա ասեմ ձեզ, հազարավոր իմ հետևորդներից, հազարավոր իմ բարերարներից, բոլորը մի ամուր ուժերով կանգնել են ոտքի, ինձ երկրից անելու են, ես ստեղ չեմ էլ մնալու ստեղ, ես գնալու եմ ու կամ Ղոնաղի նման, բայց սա իմ երկիրն է, ես պայքարելու եմ այս երկրի համար, ես պայքարելու եմ իմ վաղվա օրվա համար, ես ընդհանրապես մտածելու բան չունեմ, բայց երբ որ ես նայում եմ ձեզ, հասկանում եմ ձեր մտածելակերպը, խիա ձեզ այդքան կատաղացնում դեպի ինձ, որովհետև դուք ամբողջ օրը սոցցանցերում Արցախյան ընտանիքների գրուպաների հարազատների մեջ ընկած մարդ եք ման գալիս, որ բառապաշար ունենա, գիտելիք ունենա, գա մի քանի կոպեկի պատճառով, մի քանի կոպեկի դիմաց ձեզ պաշտպանի, բայց ցավոք սրտի ցավակցում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության վարչապետը հայրենասեր մարդ լինելով հանդերձ, հայրենասիրությունից դրդված, որ ամեն ինչ արել է հայրենիքի ազատության, ազատագրման, բարօրության, խաղաղության համար իր կողքը կանյաց են շատ հազարավոր հայրենասեր մարդիկ, որոնք հայրենասիրությունից դրդված մահվանել կգնան հանուն հայրենիքի։ Դրանցից հենց ամենաառաջինը ես եմ, դրանց հենց վերնագիրը ես եմ, դրանց հենց արմատը ես եմ այդ ամեն ինչի։ Ես ընդհանրապես մտածելու բան չունեմ, ընդհանրապես կորցնելու բան չունեմ, այն ամենաբեզակալագիչսկի դենընկած հատվածը, որ փողով ծառայում է իմ ձևովին, թող իմանա, որ իմ պետությունը իր ձևով երեկոյան արդեն իսկ ժամը 10-ից մինչև առեսօր ու այսօրվանից շարունակվող իմ անվտանգությունը ապահովված է։ Լավ նկատեցիք, ես դուրս է եկել, գնացել է եկեղեցի, գնացի գնումներ կատարելու, մի խոսքով, ես մտածելու ու կորցնելու ոչինչ չունեմ։ Խորհուրդ կտամ ուղարկի խորհրդի կարգով։ Դադու դադարանի հավես չունեմ զուտ դրա համար։ Հենց հիմա քննվում է իմ երկու գործերն էլ, երեկվա այդ իմ վրա հարձակվելն էլ, իմ տան վրա հարձակվելն էլ, իմ տան վրա գալն էլ, դրանից առաջ 5 տարի առաջից ծեծելն էլ, բոլորի համար էլ բողոք ներկայացված, դատախազությունը կբացահայտի, որը որից հետո է։ Իմ տունը հսկվելու է ամեն ձևի օրենքի, պետության կողմից, ոստիկանության կողմից։ Վաղը եւ այդ արդեն կմիացվեն ամբողջ կամերաները, ես ոչ մի բանի խնդիր չունեմ։ Ես ազատ դուրս եմ գալու, իմ ժողովրդի հետ շփվելու եմ, իմ զինվորի ընտանիքների կողքին լինելու եմ, նոր էլ ասեմ, իմ տանը զինվոր կար, ես հպարտ եմ, որ իմ տան դուռը զինվոր է բացում, ես կանգնած եմ իմ պետության ու իմ պետականության կողքը, այսքանը իմ մասով, խորհուրդ կտամ զգուշ մնաք, խորհուրդ կտամ հեռու մնաք ինձնից, որովհետև ես այդքան բարձի թողի վիճակում գտնված անձնավորություն չեմ, ես
շուրջ 8 տարի է շատ մեծ ներդրում ունեմ, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, թե բարոյապես, թե հոգեպես, թե իմ մարդկային տեսակով այս երկրի համար։ Ըստ դրա խորհուրդ կտամ հեռու մնաք ինձանից։ Ես ձեր նման վարձկան զինվոր չեմ, որ ինչ որ մի իշխանության շվաքի տակ հաչամ, 5 տարի հետո սոված նստեմ, 5 տարի հետո նորից հաչամ։ Աստծուն փարգեցնում եմ պետություն, պետականություն, շատ հպարտ ու հզոր իշխանություն, որի մի մասնիկն ու արմատն էլ ես եմ, մի դալար ճյուղն էլ ես եմ, ու նենց եմ անում, որ իմ արմատները կուշտ ջուր խմի, ու իմ ճյուղերն էլ այնքան դալար լինի, այնքան ճյուղեր շատանա, որ իմ ազգն էլ հետը շենանա։ Ես մտածելու բան չունեմ։ Իսկ հիմա ասեմ Սամվել Կարապետյանի այդ անտիկվար արարքներին, ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը Արագածոտնն մարզերում, տարբեր մարզում հավաքում արցախցիներին, կաշառքի տեսքով կոսպեկտավորված թեզեր է կատարում, գումար է առաջարկում, 80,000-ից ավել հայերի է հավաքել Ռուսաստանի Քուչեքում քաշկալացող, երբեք Հայաստանի ճամփեն չհիշող դες մի համակարգ ունեին, չէ՞, Մոսկվայում թափառող, բերում է Հայաստան ընտրությունների համար, բոլորը գրում են, բոլորը ասում են, ժողովուրդ ջան, ուրեմն բոլորիդ էլ մի բան ասեմ, էլի։ Մի արեք նման բաներ, ոչ գրեք, ոչ ասեք, ոչ խոսացեք, ոչ էլ են։ Դուք հիշում եք Փաշինյանը, երբ որ եկավ իշխանության, Փաշինյանի հետևից մեր նախկին իշխանությունները Փաշինյանին հյուր ընկալեցին կորոնավիրուսով, հյուրասիրեցին պատերազմով, այդ անտանելի աղետները բերեցին, դրեցին Փաշինյանի գրգին։ Փաշինյանը այդ ամեն ինչից զատ, մինչև առեսօր իրանք հեղափոխության թեզերով հանդես են գալի, օգոստոսի 12-ին կտենակ ինչ անելու, դեկտեմբերի 24-ին Փաշինյանի վերջն է գալու, հուլիսի 1-ին պրծավ հեղափոխություն անելու։ Ժողովուրդ ջան, այս երկիրը, այս պետությունը, այս պետականությունը, որ կարեցել է այս երկիրը, այս արավիղքից ազատի, այս երկիրը, այս մարդասպանների, այս սպանդանոցի բանդայից ազատի, այս մարդը կարա այս պետությունը ազատագրած պետությունը ժողովրդի ու իր թևերի, իր ուսերի, իր գլխի հաշվին, որ ազատագրել է, այտենց էլ ազատագրած պահելու է ու երբեք նրանք իշխանության չեն գալու, ժողովուրդ ջան։ Դուք հստակ իմացած եղեք։ Ես չգիտեմ ով է ժողովուրդ, ով է հակաբան գրեմ։ Մի հատ սկրինշոտ արեք ուղարկեք ինձ, ես դրան բլոկեմ, կամ էլ մի էլ անդրադարձեք այտենց թափթփուկ համակարգի, պետք էլ չի։ Ինձնից շատ այդ քո ասած բառից կան էլի, չեմ ուզում ներվերս խախտեմ, ժողովուրդ ջան, թքած ունեմ։ Ժողովուրդ ջան, երբեք ոչ մի բանի մասին չմտածեք։ Սրանք փուշ պոպոկներ են, փուչ պոպոկներ բառից բուն իմաստով։ Ժողովուրդ ջան, սրանք ուղարկի ինչքան կարան, ինչքան հնարավոր է, սրանք ուզում են իշխանության գան, իշխանությունը զավթեն, սրանք միլիարդներ են բերում Հայաստան, Ռուսաստանից, որ իշխանությանը տիրանան։ Ժողովուրդ ջան, դուրս եմ եկել դուրս, որ դուրսն է ցույց տամ, այս ամբողջ տարածքը լուսավորությունը կա, եղել է, իհարկե գիտեք, որ այս բալկոնը հաշվանդամ զինվորների համար իմ սփյուռքն է սարքել, այս իմ տան բալկոնն է։ Տունս ամբողջովին հսկվում է, ժողովուրդ ջան։ Մտածելու ոչ մի բան բացարձակ չունեմ։ Այստեղ ճաղավանդակներով ամեն ինչով ապահոված է, բացարձակ։ Իրանք ոչ կարան ստե մոդիկ գան, ոչ էլ են։ Իրանք եկել են սենց, այս կողմով երեք։ Ու այս չխփլիկ ավտոյի համար են եկել, որը մերը չի, ասել եմ գան այս ավտոն ստեղից ապա մոնտաժ են կանեն, թե տերերին եմ տեղյակ բայել, թե ոստիկանությանը։ Իրանք էլ երբեք չեն գա։ Սրանց մոտ սրացումներ է, սովի ու գարնան սրացումներ։ Երբ որ գարունը բացվում է, սրանց հետո որոշել եմ, եթե հանգարց մի հատ հակամարտ դուրը ծեծեց, այն ժամանակ ես իմ լեքսիկոնով եմ իրանց հետ խոսալու։ Անես չի ես վախեցել եմ կամ թողել եմ փախել եմ։ Ես են տղեն եմ ելել, որ Դոդի Գագոյի ու ռոդների առաջ դուռ եմ բացել ու մենակ այդ ամեն ինչի մեջով անցել եմ։ Ես մտածելու բան չունեմ։ Ես ուզում եմ իմ հակառակորդներին ասեմ, որ ես ոտի մատերից մինչև այս մազերից ծերը ապահովված ու ապահովագրված եմ իմ լսարանով, իմ պետությունով, իմ պետականությունով, իմ սփյուռքով։ Ես ընդհանրապես թքած ունեմ ձեր տեսակ մարդկանց մտածելակերպի վրա։ Ես հաստատ գիտեմ, որ դուք ինձ չեք սպանելու, որովհետև ձեզ սնուցող համակարգը ձեզ այնքան գումար չի տրամադրելու, որ դուք ինձ սպանեք, բայց եթե սպանեք էլ խնդիր չկա։ Այս ազգը այնքան կորուստ է, տեսե իմ կորստի հետ էլ կընտելանա եւ կհաշտվի։ Ինչ եմ ուզում ասացել եմ, դուք ուղարկի մի հատ օղակ եք գտե, սնուցվում եք, սպեկտրի շան նման հաչում եք, այն որ դաչեկում կապում են ձեզ, թողում են հետ մենտերերը Երևան, հետո գալուց սաղ պայծեզդի հարևանների ադխոդ ուտելիքի մնացորդը բերում են լստում ձեր առաջը, դուք այդ շներից եք։ Ես հասկացել եմ, որ ընդհանրապես ձեզանից խոսալ չարժի։ Թքած ունեմ անցանք, իսկ ինչ մնում է ձեր իշխանությանը, ձեր այդ ցիրքերում արած կապիկություն
կապիկություն անող հանդես գալացող իշխանությանը դուք տես կապիկ էլ մնալու եք ցիրկերում այդ են ցիրկերն է որ մեր երեխեքի բերնից կտրեցիք մեր երեխեքի տակից կտրեցիք հանեցիք զրկեցիք մեր երեխեքին ու այսօր օգտագործում եք որպես ձեր համար քաղաքական հայացքներով ինչ որ ստադիոն ոչ թե ցիրկ այդ են ֆերմաներն որ այդում եք կանգնում եք ասում եք մինչև հիմա դադարք այդ ֆերմաները դադարվելա ձեր պետության, ձեր պետականության, ձեր պետությունը խեղաթուրելու օրերին մենք մտածելու բան չունենք ժողովուրդ ջան։ Ես չեմ ուզում շատ մանրանամ երեկվանից ես լարված վիճակի մեջ եմ եղել, նեղված, գլխացավ, շատ վատ լայվ արեցի, կոպիտ, շատ կոպիտ խոսացի։ Ես ուղղակի վատ եմ զգում, որ այստեղ մերեր են լսում, քուրեր են լսում, բայց իմ ներվերը էլ տեղիք չի տալ։ Ես չեմ կարող ինձ տիրապետեմ, հասկանում ես, ազդում այն վրա։ Մարդ կա էջ ունի, ուղղակի խոսում է խոսալու մար։ Եթե ես չխոսամ, իմ սիրտը կկանի։ Եթե ես դրանց իրանց ասելիքը չասեմ, իմ սիրտը կկանգնի։ Ուղղակիորեն իմ սիրտը կկանգնի։ Միշտ բաներ են անում, հանդես են բերում թեզեր, որ մենք վարչապետը, որ եկեղեցի է, թե այդ մենք այսօր չեն գնացել։ Այսօր չեն գնացել, քանի հազարավոր մարդիկ կան եկեղեցիներում։ Ժողովուրդ ջան, այս վարչապետին, այս իշխանությանը, այս պետությունը կառավարող ղեկին իր բոլոր սաներով հանդերձ ժողովուրդը սիրում է, հարգում է, ընդունում է։ Խնդիրը ո՞րն է։ Ես ուզում եմ իմանամ խնդիրը ո՞րն է։ Հակառակորդ թիմը միշտ էլ պայքարի մեջ ալնելու, բայց ինքն էս պայքարում արդեն իր նավն ու պոեզը կորցրել է։ Պոեզը գնացել է, նավն էլ խորտակվել է։ Ինքը երբեք ու երբեք իշխանության չի գալու, ինքը երբեք ու երբեք մեզ չի հաղթելու, ինքը երբեք ու երբեք ԿՊ-ական ոչ մի ժողովրդի, ոչ մի պաշտոնյայի թասիբն ու հարգանքն ու համախմբվածությունը չի ունեցել, ու ինքը երբեք ու երբեք ԿՊ-ականների պես ֆեյսբուքյան լեզվով ասած չի կանգնել այս իշխանության կողքին, այս ժողովրդի կողքին, այս հասարակության կողքին։ Տան վրա կհարցակվեք, մահափորձ կկատարեք, թե ինչ կանեք, երկնքում ելնեմ թե հողի տակ, թե հողի վրա, մեռած տեղն էլ ասելու եմ Նիկոլ վարչապետ, հակառակորդ թիմին էլ քրֆելու եմ, ամենավերջի ձևով ժորապար բարև մեռնեմ ասուտ, ու երբեք չեմ հանձնվելու, երբեք ու երբեք ձեր այդ կապիկ թեզերով հանդես եկած իշխանությանը բռնի կոչեր անողներին, փող բաժանողների դեմ գլխակորուստման չեմ գալու, այսքանը կհիշեք ու կիմանաք, որ ես իմ ասացի տերն եմ ու ընդհանրապես իմ խոսքից հետ չեմ կայնելու, ինձ Աստված պաշտպանելու է, 10 տեղով դանակ կողեք, սիրտս Աստված պաշտպանելու է, որովհետև ես հազարավոր վարվածի, դանագահարվածի, չգիտեմ, պայթունից վնասվածի եմ, փրկե ու պաշտպան է, Աստված էլ ինձ է պաշտպանելու, հանուն է տղերք, ես ընդհանրապես մտածելու բան չունեմ, հանուն իմ իշխանության, հանուն իմ լսարանի, ես ձեզ կարճ կոնկրետ ասեմ, ձեր այդ էժանագին թեզերը, ձեր այդ էժանագին մտածելակերպերը, ձեր այդ հայվան սնուցումը ձեզ սալոմ են կերցնում ու բրախում են մեր դեմ, բայց դուք մեր դեմ չեք կարա, որովհետև մենք հայրենասիրություն ենք կուլ տալիս, իսկ դուք վճարովի սալոմ եք ուտում, որը ձեզ համար բերել է սպեցկերի տեսքով Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունից, խորհուրդ կտամ այտենց հայվան մնաք, միշտ իրանց մսրքում զռակ, միշտ իրանց մսրքում թրքեք, միշտ իրանց փողերը լափեք, հայրենասիրությանն ու հայրենասիրական քայլերի մեջ չխառնվեք, որովհետև դուք հայրենասիրություն չունեք, դուք հայի հպարտություն չունեք, դուք հայի թասիբ չունեք, դուք հայի տեսակի մեջ մի հատ ռուսամետ կեղտոտ հատված եք, որ կաք, եղել եք, բայց չեք լինելու էլ, ձեզ արմատախիլ են կարել, ձեր քոքը թուլացրել ենք, ձեր են դալար ճղերը կտրել ենք, ձեր քոքն էլ արդեն փթել է, դուք քիչ հավասարվում եք հողին, ու դուք էլ երբեք իշխանության չեք գալու, ու ձեր այդ մանգլավիկ հատվածը էլ ուժ չունի գործելու, ես այսքանը ձեզ կասեմ, լավ մնացեք ժողովուրդ ջան, ինձ էլ կներեք երեկվա լայվի համար իմ հետևորդներ, դա ձեզ վերաբերվում իմ ներողության խոսքը, իսկ ինչ մնում այն մնացածին, ով որ լսել է, Գեղանուս ջան, բարև, ոնց ես, երեխեքը ոնց են, այդ մնացածին արդեն ամեն ինչ հասնում է։ Ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, այսօր ծանր օր եմ ունեցել, եկեղեցի եմ գնացել, շտաբ եմ գնացել, դեղից հետո մի երկու տուն եմ մտել, հոգնած եմ, մի քիչ հանգստանամ, վաղը կզրուցենք հարազատներս, լավ մնացեք, բոլորից շատ սիրում հարգում եմ, ինձ համար անհանգստացնում եք, ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, բոլորիդ անհանգստանալու Բրավո Մորքու ջան, ջերմ խոսքերի խրատների կարիք ունեմ, ժողովուրդ ջան, բոլորիդ շատ սիրում հարգում եմ, բոլորիդ գրելուց, բոլորիդ զանգելուց, բոլորիդ այն կոմենտարյան, այն ամեն ինչը ինձ ուրախացնում է, ու ես դրա կարիքը ունեմ, լավ մնացեք, հարազատներս, աղբերս որ գրեմ եմ քիչ ես պատասխանում, հələ վերատնամ ոչ ոնց է։ Ժողովուրդ ջան, այսքանը լավ եղեք, մեռնեմ ձեզ, Աստծո եղեք, խոսանք հարազատներս։